Նանտապանում հյուրընկալել եմ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տեխնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ռեժիսոր Ռուբեն Բաբայանին։ Պարոն Բաբայան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մշակութային հայրաքաղաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից սկսենք մեր զրույցը։ Քաղաքական ամենատարբեր գնահատականներ հնչել են, բայց ես ուզում եմ մտավորականի եւ արվեստագետի աչքերով տեսնել եւ գնահատել այն արդյունքը, որը մենք ունեցանք։ Փաստորեն կանանց սեռական փոքրամասնություններին թիրախավորող տեխնացուներից մեկը, ով նաև նախկինում քրեական անցյալ է ունեցել, հանրության ամեն դեպքում այդպես է հայտնի, գովերգում է ռուսական դրոշը, ռուսական ռազմաբազայի գործունեությունը եւ նա ստանում է մեծ թվով ձայներ։ Հիմա գյումրեցիների այս ընտրությունները շատերը չեն հասկանում, չեն կարողանում տրամաբանական կապ տեսնել։ Արվեստագետի մտավորականի աչքերով ինչ բացատրություն ունի այսպիսի ընտրություն, այսքան մեծ թվով ձայներ ստանալը այդպիսի կերպարի համար։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ մի քիչ ավելի լայն թեմա է, ինչ որ դուք ասեք, որտեղ սա կոնկրետ փաստ է։ Իսկ եթե փաստը տալիս է հնարավորություն ընդհանրություններ անելու, երևի դա կարևոր է, որտեղ ես չեմ կարծում, որ սա արտառոց փաստ է։ Փորձեմ բացատրել ինչու։ Տարիներ շարունակ մենք խոսում էինք արդար, ազատ ընտրությունների մասին։ Եվ դեռ տարիներ շարունակ առաջ ես ասում էի, որ այդ ազատ ընտրությունները իրականում ոչ թե նրա համար են, որպեսզի ընտրվի լավ իշխանություն կամ լավ ընդդիմություն, այլ որպեսզի ընտրողը զգա իր պատասխանատվությունը ընտրության համար։ Որտեվ միայն այն երկիրը կարելի է համարել կայացած, որտեղ ընտրողը կրում է պատասխանատվություն իր երկրի համար։ Սա շատ կարևոր է, որտեվ երբ դուք քեզ դուր չի գալիս, ասենք թե երկրի ղեկավարը կամ իշխող ուժը կամ ընդդիմությունը եւ այլն, եւ ընտրությունները ազատ չեն, միշտ ունես բացատրություն, հա, դե ես չեմ մասնակցել կամ իմ քվեն կեղծել են, ուրիշ տեղից բերել նշանակել են եւ այլն, ես պատասխանատվություն չեմ կրում։ Պատասխանատվություն կրել ամենակարևոր բանն է եւ այդ ընտրությունները, ազատ ընտրությունները, նրանք վերջ-վերջում մեր հայելին են, չի կարելի հայլու վրա նեղանալ, որպեսզի հայլու մեջ լինի ուրիշ կերպար, քո կերպարը պետք է փոխվի։ Քաղաքական գործիչները սպասարկում են հանրության տրամադրությունների, հանրության մտածելակերպը որոշակի։ Եվ ամենակարևորը նաև սպասարկում են հանրության ցենտրացիոն արժեքային համակարգ որոշակի։ Եթե ձայները շահում որևէ քաղաքական գործիչ, կապ չունի ով հայհոյում է, ով այսպես ասած դեր ասած, հա, այդ խտրականությունով է զբաղվում եւ այլն, եւ ձայներ է ստանում, դա նշանակում է, որ հանրության որոշակի մաս կիսում է այդ հայացքները, կիսում է այդ մոտեցումները։ Ես չեմ կարծում, որ նման քաղաքական գործիչները բնորոշ են միայն մեզ Հայաստանից։ Կարծում եմ բոլոր երկրներում նման մարդիկ կան։ Ուրիշ հարց է, թե ովքեր են գնում իրենց հետևից, ովքեր են իրենց ընտրում։ Եվ դրա համար անկախ իմ համար անձամբ շատ ավելի կարևոր է, որպեսզի հանրությունը լինի որակյալ, որպեսզի հանրության ներկայացված պահանջները ստիպեն քաղաքական գործիչներին համապատասխանել այդ ներկայացվող պահանջներին։ Քաղաքական գործիչները չեն կարող արհամարել հանրության տրամադրությունները։ Հակառակ դեպքում նրանք ձայն չեն հավաքի։ Ես այստեղ այնպես որ ավելի մեծ պրոբլեմ տեսնում եմ հանրության որոշակի շերտերի մեջ։ Մենք շատ հաճախակի փորձում ենք ընդհանրացնել, հա, ասենք մշակութային մայրաքաղաք։ Մշակութային մայրաքաղաք չի նշանակում, որ բոլոր բնակիչները ապրում են այդ մշակույթով կամ կրում են այդ մշակույթը։ Բացարձակապես։ Հանրության մեջ կան շատ տարբեր խմբեր։ Եվ մենք ունենանք այն ժամանակ կիրթ իշխանություն եւ ընդդիմություն,
երբ ինքներս կդառնանք այդպիսին։ Մեր պահանջները, որոնք ուղղված պետք է լինեն թեկնածուներին, հա, առաջին հերթին պետք է անդրադառնան մեր վրա, մենք ինքներս պետք է աշխատենք ուրիշ համակարգի մեջ, հա, արժեքային։ Բերեմ հասարակ օրինակ։ Ես շատ ակտիվ չէի հետևում այդ ուրեմն բաներին, վեճերին, բայց մի բան ականջովս ընկավ, որ շատ-շատերը խոսում էին թասիբի մասին, հա։ Այ երբ մենք թասիբը կփոխարինենք արժանապատվությամբ, հարցում եմ, որտեղ թասիբի տակ կարելի է հասկանալ շատ ու շատ այլանդակ բաներ նույնիսկ։ Իսկ երկիրը կարող են կառուցել միայն արժանապատիվ մարդիկ։ Արժանապատվությունը ի տարբերություն թասիբի, դա ևս քաղաքակրթական ընտրություն է։ Մաքուր ապրել, մաքուր խոսել, մաքուր մտածել, մաքուր հագնվել։ Վերջերս շատ էր տարածված մի թեզ, հա, որ կրթությունը նորաձև է, հա։ Իմ համար անկեղծ ասած նորմալ եմ վերաբերում, որտեղ յուրաքանչյուր թեզ, որը կոչված է բարձրացնել կրթության մակարդակ, իմ համար ընդունել է, վերջ-վերջով տարբեր ճանապարհներ կան։ Բայց իմ համար կրթությունը առաջին հերթին հիգիենիկ է։ Մարդ պետք է մաքուր ապրի։ Եթե դու մաքուր ես ապրում, դու նաև ուզում ես, որ քո շրջապատը մաքուր լինի։ Այնինչ մենք չենք անում, չէ՞։ Դուրս գանք փողոց, տեսնենք, թե ինչ պայմաններում ենք մենք ապրում։ Գնանք քաղաքից դուրս կտեսնենք մեր գետերը, մեր անտառները ինչ վիճակում են։ Այս ցանկությունը մաքուր ապրելու, սա ևս քաղաքական ընտրություն է։ Այնպես որ մեղադրել քաղաքական գործիչներին կարելի է իհարկե եւ պետք է եւ քննադատել է պետք, բայց եթե տեղի ունենում ազատ ընտրություններ եւ ընտրվում են մարդիկ, որոնք արհամարում են, հա, ազնվության, պարկեշտության բոլոր կանոնները, ընտրվում են, ազնիվ են ընտրվում, երևի թե առաջին հերթին մենք պետք է այդ հայլու մեջ նայենք եւ խոստովանենք, որ դա մեր պատկերն է։ Ձեր այս վերջին ասածը, պարոն Բաբայան, շատ համահունչ էր այսօր վարչապետի հայտարարության հետ, ասում է 7 տարի մեզ քննադատում են կադրային քաղաքականության համար, բայց հաշվի չեն առնում, որ չկա կրթություն, չկա պատշաճ մանկապարտեզներ, դպրոցներ, որտեղից էլ պետք է այդ կադրերը պատրաստվեին, դուրս գային հանրություն եւ իրենց տեղը զբաղեցնեին պետական համակարգում։ Հիմա կրթության մեջ է խնդիրը, ինչպես փոխենք։ Շնորհակալություն։ Գիտեք, կարծում եմ նախ եւ առաջ պետք է մենք մեր համար որոշենք, թե ինչ է նշանակում կրթություն։ Շատ երկար ժամանակ մեր համար կրթությունը ուներ, ասենք ասեմ, որոշակի տարիքային եւ ժամանակի սահմանափակում, հա։ Մենք ասում ենք սկզբնական կրթություն, հետո միջնակարգ կրթություն, հետո բակալավրիատի կրթություն, մագիստրատուրա, չգիտեմ, թեզի եւ այլն եւ այլն։ Իրականում կրթությունը դա չի։ Կրթությունը այն է, ինչով դու զբաղվում ես ամբողջ կյանք։ Իրականում դպրոցը բացի նրանից, որ պետք է տա որոշակի պատկերացումներ տարբեր, հա, ուղղությունների մասին, դպրոցը առաջին հերթին պետք է զարգացնի սեր դեպի կրթություն, որտեղ հաջողության է հասնում միայն այն մարդը, իսկ երկիրը եւ հանրությունը երբեք չի հասնի հաջողության, եթե մարդը չի հասնի, որը շարունակում է կրթվել ամբողջ կյանքում եւ այստեղ տարիք կապ չունի։ Կրթվելու միշտ կա ճանապարհ։ Այն մարդը, որը ասում է ես գիտեմ արդեն ամեն ինչ, ես ստացել եմ համապատասխան կրթություն եւ այլևս կրթվելու ուրեմն պահանջ չկա, նա արդեն կանգնել է, նա արդեն կործանված է, նա արդեն չի կարող ժամանակի հետ գնալ։ Չեխովը իմ սիրած դրամատուրգը ասում էր խելոքը սիրում է սովորել, իսկ հիմարը սովորեցնել։
մի քիչ գուցե կոպիտ է ասած, բայց ճիշտ է ասած, որովհետև խելոքը ուզում է միշտ սովորել, որովհետև սովորելու շատ բան կա։ Սեր դեպի կրթություն, հաճույք ստանալ կրթությունից, որովհետև կրթությունը նշանակում է, որ դու մշտապես քո համար նոր աշխարհ ես բացում։ Մարդը ինքը տիեզերք է, մարդը շատ բաց է։ Բոլոր սահմանափակումները, որ կան մեր մեջ, նրանք արհեստական են դրված։ Մենք կարող ենք անցնել ամեն ինչ։ Մենք սպունկի պես պետք է այդ ամեն ինչը մեր մեջ վերցնենք, հետո չես մենք մնա այնտեղ կարևորը, հա, այն ավելորդությունները դուրս գա։ Մարդիկ կամ բողոքում են բանից, համացանցից, որ համացանցում լիքը աղբ կա, այո, բայց համացանցում նաև կա շատ պիտանի բաներ, նաև ով ինչ է ընտրում։ Այդ քրիտիկական, որտեղ խոսքը ոչ միայն ուրեմն կրթության մասին է, խոսքը քրիտիկական կրթության մասին է, որպեսզի դու այն ամենը, ինչ որ սովորում ես, անցկացնես քո միջով, քննադատական ձևով, դարձնես դա քո սեփական սկզբունքը, որտեղ իրականում այն մարդը, որի սկզբունքները, մոտեցումները, տեսակետները ձևավորվում են սեփական ուղեղի աշխատանքի արդյունքում, շատ ավելի ամուր է իր հայացքների մեջ, քան այն մարդը, որը պարզապես վերցնում է այստեղից այնտեղից եւ մի որոշակի ժամանակ տանում է իրեն, այսպես ասած, ներմուծված գաղափարները եւ սկզբունքները։ Հետո գալիս է մեկ ուրիշը, որ ավելի մեծ ազդեցություն ունի, ու դու շատ արագ փոխում ես դա, որտեղ դրանք քոնը չեն, դրանք ուրիշ տեղից վերցրած են, դու չես մարսել դա, դու քեզնով չես արել դա։ Այնպես որ երբ խոսում ենք, ասում ենք կրթություն, որ կրթությունը այո շատ կարևոր է, մենք պետք է որոշենք, թե ինչպիսին պետք է լինի այդ կրթությունը։ Նա պետք է լինի շարունակական, նա ունի պարզապես սենց լևելներ, հա, աստիճաններ, բայց նա չի ավարտվում։ Ինչպես չի ավարտվում եւ տիեզերքը։ Այսինքն խնդիրը պետք է դիտարկել անհատական մակարդակում, ով կձգտի կրթվել, ինքնակրթվել, նայել պիտանի կլինի հասարակությանը, իսկ ով չէ, այսինքն այստեղ պետության դերն եմ ուզում հասկանալ։ Էլիտաների այսպես կոչված քաղաքական մենք շատ ենք, չէ՞, լսում, ասում ենք, օրինակ պետք է ծառայեն։ Իսկ մենք ինչ ենք լսում։ Ներկա նախկին ղեկավարներ իրար միմյանց հետ հերակա բանավիճում են ամենակոպիտ, ամենագռեհիկ բառապաշարով։ Հիմա լավ, մարդ դպրոցում, մանկապարտեզում չստացավ համապատասխան կրթություն, դրանից հետո հայտնվեց ավելի հասուն միջավայրում ու տեսնում է ինչ է տեսնում, ղեկավարների անընդունելի խոսույթ։ Լավ, որ պահից պետք է այդ մարդը սկսի հասկանալ ինքնակրթվելու։ Չէ, շատ ճիշտ եք ասում։ Ես ընդհանրապես միշտ եղել եմ այն համոզման, որ լավագույն դաստիարակությունը դա սեփական օրինակն է։ Դա շատ կարևոր է։ Առավել եւս նրանց համար, ովքեր ունեն որոշակի ուրեմն հանրային ճանաչում կամ զբաղեցնում են համապատասխան պաշտոններ, այդտեղ շատ կարևոր է։ Այն իրավունքները, որ մենք ստանում ենք, ավելացնում են մեր պարտավորությունները իրականում։ Որտեւ ես չի ասի, որ օրինակ են վերցնում, բայց ասում են, այ եթե իրենց կարելի է, ապա ինչու ինչ չի կարելի։ Եվ այո, այն ինչ որ քեզ կարելի է, երբ դու չես կրում այդ պաշտոնը, եւ դու կամ այդ հանրային ճանաչումը, տասնապատիկ արգելված է, երբ դու արդեն ունես այդ բանը, որտեղ դու խոշորացույցի տակ ես գտնվում։ Եվ եւս մի շատ կարևոր բան կա։ Բոլոր դեպքերում կրթվածությունը այո անձնական է, որտեղ դու եթե այդպեսին չես, հա, ասենք ասեմ, եթե դու դաստիարակված չես, եթե կիրթ չես, ինչքան էլ քեզ չզսպես, մի օր դա դուրս կգա։ Ուրեմն առաջին հերթին աշխատի քո վրա, որ որևէ պարագայում, որևէ ձևով դու չկարողանաս վատ ձևով արտահայտվել, ներկայանալ, որտեվ քո էությունը ոչ թե զսպած շապիկի մեջ է, այլ պարզապես այդպեսին է քո էությունը։ Կիրթ ես։ Կիրթ մարդուն հնարավոր չէ ներկայացնել որպես անկիրթ մարդ։
Եվ հակառակ անկիրթ մարդուն հնարավոր չէ ներկայացնել որպես կիրթ մարդ։ Ուզում ես 10 հատ կոստյում հագցրու, ուզում ես կաբինետներ տուր, բազկաթոռներ, բազմաթիվ հեռախոսներ եւ այլն, որևէ բան չի փոխվի դրանից։ Եվ եւս մի կարևոր բան, այդ դուք ասացիք, հա, նախկին ներկա խոսում են իրար հետ եւ այլն, թվում է թե մարդիկ կրում են տարբեր քաղաքական հայացքներ, հա, եւ բախում են։ Իմ համար անկեղծ ասած դա նույն քաղաքական հայացքներն են, որտեղ ես բաժանում եմ մարդկանց ոչ թե քաղաքական հայացքներով, այլ քաղաքակրթական դաշտով։ Եթե դուք ընդունում եք որպես նորմ, որ կարելի է հայհոյել, կարելի է վիրավորել, կարելի է զրպարտել, կարելի է սպառնալ, ինձ այլևս չեն հետաքրում ձեր քաղաքական հայացքները, որտեղ այդ ձեր բառապաշարը, այդ ձեր մոտեցումները, այդ ձեր հանրային խոսքի օգտագործումը իմ համար խորտ քաղաքակրթական դաշտում է գտնվում։ Եվ կարծում եմ մարդիկ բաժանվում են այդպես։ Գիտեք, կար մի ռուս այլախոհ Դանիել, որը սովետական տարիներին շատ երկար նստեց բանտերում, հոգեբուժարաններում, այն ժամանակ ընդունված էր այլախոհներին հոգեբուժարան տանել, եւ երբ որ նա դուրս եկավ բանտից, արտասահմանյան լրագրողները մոտեցան եւ BBC թղթակից իրեն հարցրեց, ասեց. «Պարոն Դանիել, ո՞րն են ձեր եւ սովետական կառավարության տարաձայնությունները»։ Այդ այլախոհ Դանիելը շատ լավ պատասխան տվեց, ասեց. «Իմ եւ սովետական միության կառավարության հակասությունները գտնվում են գեղագիտության դաշտում»։ Դա շատ կարևոր է։ Ես բացարձակապես ուշադրություն չեմ դարձնում քաղաքական հայացքների վրա, եթե նրանք ավելի քաղաքական հայացքների տարբերության վրա, եթե նրանք օգտագործում են նույն բառապաշարը, նույն մեթոդները, նույն գործիքները։ Նրանք նույնն են։ Եվ հետևաբար հանրությունն էլ պետք է մեղադրել, հետև այնինչ տեսնում։ Չէ, հանրությանը պետք է մեղադրել միայն մի բանի, չնմանվել։ Գիտեք ինչ, մենք բազմաթիվ օրինակներ ենք միշտ տեսնում մեր շրջապատում, չէ, եւ լավ եւ վատ։ Եվ մենք չենք ապրում ստերիլ միջավայրում։ Շատ կարևոր բան կա։ Ասում են հիվանդությանը կարելի է դիմադրել, եթե իմունիտետը բարձր է։ Ես կանչեմ յուրաքանչյուր մարդ պետք է այդ իմունիտետը իր մեջ բարձրացնի, որտեղ վիրուսները շատ են։ Դու չես կարող վերացնել այդ վիրուսները։ Ես նկատի ունեմ նաև այդ քաղաքական, հա, բանավեճերը ամեն ինչ, վիրուսը շատ, արգելել դա հնարավոր չի, առավել ևս այսօր մեր ուրեմն այդ համացանցային դաշտում, լավ, մի քանի հեռուստաընկերություն արգելեցիք, փակեցիք, նախ երիտասարդներն հիմա բացարձակապես հեռուստացույց չեն էլ նայում, բոլորը հիմնականում օգտվում են համացանցից, ուրեմն խնդիրը ոչ թե այս արգելելու մեջ է, որտեղ կարելի է այս արգելելով զբաղվել, առավոտից երեկո, հետո արգելողը ով է լինելու, արդյոք իր ճաշակը չի թելադրելու եւ այլն եւ այլն։ Կարևորը որ քո մեջ լինի իմունիտետ, որպեսզի դու այդ աղբը, այդ կեղտը չվերցնես, որպեսզի դու չնստես միջև վերջ նայես, ասենք ինչ որ մի այլանդակություն, հետո ասես, բայց ինչ այլանդակություններ մի նայի, աշխարհում այդքան հետաքրքիր բաներ կան, այդքան բարձր որակի, բարձր ճաշակի գործեր կան։ Ես միշտ կարևորում եմ առաջին հերթին մարդուն անհատին եւ ասեմ ինչու համար, հա, նայեք։ Մենք որտեղ ենք գտնվում։ Ես կամ դուք որպես մարդ։ Մենք գտնվում ենք տիեզերքի կենտրոնում։ Տիեզերքը սահման չունի, չէ՞։ Եթե սահման չունի, ուրեմն նշանակում է կենտրոնում դուք եք գտնվում։ Դուք չեք կարող անսահման տարածության մեջ գտնվեք ինչ-որ մի ծայրում։ Դուք կարող եք գտնվել միայն կենտրոնում։ Կենտրոնում գտնվողը ինքն է թելադրում։ Ինչպիսին պետք է լինի իր շրջապատը։ Մի հատ փորձենք էլեմենտար ձևով այնպես մեր տունն ենք հավաքում, մի հատ տեսնենք ինչ-որ մի բան հավաքենք, փորձենք ինչքան էլ
նեղացած չլնենք, ներսրտված չլնենք, չվիրավորել, չհայհոյել։ Մեր համար մեզ է դա պետք, որտեղ մեզնից է գալիս։ Հավատացեք, երևի արդեն մեր վերջի մի 10 տարին ինչ մեղադրանքներ, վիրավորանքներ, կոպտություններ ասես ես լսել եմ իմ հասցին։ Բայց ոչ ոք երբևիցե ինձնից որևէ վիրավորանք, որևէ զրպարտություն, ոչ հայհոյանք, ոչ մի բան չի լսել։ Դες թվում է ես մարդ չեմ, ես չեմ վիրավորվում, ես չեմ, չէ, բաներ կան, որ չես կարող քեզ թույլ տալ։ Արդարացում քո կոպտության, քո գրեհկության չկա, միայն դու ես մեղավոր, միայն դու ես պատասխանատու քո կյանքի համար։ Երբ մենք դա կընդունենք որպես օրենք, մենք կսկսենք իսկապես իրական պետություն կառուցել, որտեղ պետությունը աբստրակտ բան չի, չէ, ժողովուրդ ենք ասում, ժողովուրդը ովքեր են։ Մեկ գումարած անհատներ են։ Եվ յուրաքանչյուր անհատ ստեղծում է այդ ժողովուրդը։ Իսկ հաճախակի, երբ մենք օգտագործում ենք ժողովուրդ բառը, մենք պարզապես խուսափում ենք պատասխանատվությունից, անձնական։ Մենք ասում ենք, դե ժողովուրդը սենց է անում, դե ժողովուրդը սենց է մոտենում, դե մեր ժողովուրդը այսպիսին է, մեր ժողովուրդը փոխել չի, դու քեզ փոխի։ Ինչ ես արդարանում ժողովուրդը։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Նույն բանը ասում է եւ երկրի ղեկավարը, եւ ընդդիմությունը, եւ падգամավորը, եւ լրագրողը, հասարակությանը բոլոր շերտերի ներկայացուցիչները եւ այսպես մեկը մյուսի վրա գցելով մենք որքան հեռու կարող ենք գնալ, որքան կարող ենք խուսափել այդ պատասխանատվությունից։ Մենք կդոփենք տեղում պարզապես։ Երբ մենք փորձում ենք պատասխանատվությունը գցել ուրիշի վրա, գիտեք, մի բան ասեմ իմ մասնագիտությունից, հա, երբ ես խոսում եմ երիտասարդ ռեժիսորների կամ դերասանների հետ, ասեմ երբեք դեր անհաջողությունների մեջ մի մանեկեք ուրիշ մեղավոր։ Նույնիսկ եթե այդ ուրիշ մեղավորը կա, որտեղ շատ ավելի առողջության համար կարևոր է, երբ որ դու մեղավորությունը քո մեջ ես ման գալիս գտնում։ Դու սկսում ես փոխվել դեպի լավը։ Ելեմ ասում բազմաթիվ առիթներ կան ու պատճառներ կան մեղավորներին գտնելու։ Սա չի նշանակում, որ դու չպետք է տեսնես երևույթներ, բացասական այդ երևույթներին կրողներին ու չդատապարտես դա։ Բայց դու պետք է դրա բարոյական իրավունքներ ունենաս։ Դու չես կարող հայհոյանքով ասել մի հայհոյի։ Դու նույն դաշտում ես գտնվում։ Իմ համար տարբերություն չկա, եթե դու հայհոյում ես հայհոյողներին։ Եվ եւս մի բան։ Եթե մենք չենք ընդունում հայհոյանքը եւ չենք ընդունում վիրավորանքը, մենք դա չպետք է ընդունենք անկախ քաղաքական հայացքներից։ Չի կարելի նույն հայհոյանքը մի պարագայում արդարացնել, որտեղ դա քո սրտի մոտի ուրեմն քաղաքական գործիչն է, իսկ մյուս պարագայում դատապարտել, որտեղ դու ընդդիմադիր ես։ Չէ, այդպես չի լինում։ Ասում եք
հանրությունը կամ հանրության ներկայացուցիչները թող աղբը չդիտեն, թող ընտրության հնարավորություն ամեն դեպքում ունեն վատից խուսափելու, վատին չհետևելու, բայց մենք քաղաքական իրադարձություններով ենք տարված, այսինքն մեր հանրության զգալի հատված ամեն օր հետևում է քաղաքական դաշտին, քաղաքական իրադարձություններին եւ այս համատեքստում Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավորություն ինչպես է գնահատում մեր հանրությունը երբ տարված է այդ մտքերով արդյոք կլինի խաղաղություն որ մենք ունենանք ժամանակ հանգիստ շունչ քաշելու անդրադառնալու մնացած բոլոր խնդիրներին ինչ է կարծում կլինի կգա ժամանակ ես չեմ ուզում գուշակել ես պարզապես տեսնում եմ ռեալ որոշակի երևույթներ ու ես հասկանում եմ որ Ադրբեջանը շահագրգռված չի որ լինի խաղաղություն։ Նույնիսկ խաղաղության մասին չի խոսքը։ Ադրբեջանը շահագրգռված չի, որ ստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը։ Եվ իրենց տեսակետից, հա։ Իմ համար դա լրիվ հասկանալի է։ Խաղաղության պայմանագիրը նշանակում է, որ վերանում է պատերազմի սպառնալիքը, որ բացում են սահմանները, Հայաստանը սկսում է զարգանալ։ Իսկ արդյոք պետք է զարգացած հարևան, չէ՞ որ Ադրբեջանը ինչին հասել է շնորհիվ նրան, որ Հայաստանը թույլ էր եւ թույլատրել էր։ Եվ դրա համար պարզ է, որ դա բաց տեքստով չի ասվում։ Պարզ է, որ մշտապես կգտնվեն որոշակի պատճառներ, ինչու համար չեն ստորագրում այդ խաղաղության պայմանագիրը։ Պարզ է, որ մշտապես նոր պայմաններ առաջ կգան, ասենք թե սահմանադրության փոփոխություն։ Իրականում 100% համոզված եմ, Ալիևը չի ուզում որ փոխվի Հայաստանի սահմանադրությունը, որտեղ նա կզրկվի որոշակի ուրեմն խաղաքարտից։ Ինչպես կարող էր, եթե նա իսկապես ուզենար, որ փոխվեր, ասենք թե Հայաստանի սահմանադրությունը, հա։ Իշխանությունը հայտարարել է դեռ քանի տարի առաջ որ փոխվում է եւ չէր խառնում։ Ինչ անում։ Ասում է ես կպարտադրեմ։ Սահմանադրությունը կարող է փոխվել միայն հանրաքվեով, չէ՞։ Եվ երբ որ հակառակ կողմից թշնամու կողմից լսում է ես դες կպարտադրեն, պարզ է որ բնակչության մոտ, ժողովրդի մոտ հակազդեցություն է։ Եվ ինչքան շատ ասի եւ նա հատուկ դրա համար ասում, որ այդ հակազդեցությունը լինի որպեսզի հանգարցակ, որպեսզի նա միշտ ունենա այդ խաղաքարտը։ Շատ պարզ բան է իմ համար։ Ինչպես կարելի է դրան դիմադրել։ Շատ դժվար է իսկապես այս պայմաններում ուժեղանալ, բայց մենք պետք է դառնանք հաղթող։ Մենք հաղթող անցալում ենք զուտ միայն պատերազմական դաշտում։ Դա այդպես չի։ Մենք պետք է դառնանք հաղթող տնտեսապես ամուր երկիր։ Մենք պետք է դառնանք հաղթող որպես հասարակություն։ Երկիր եւ այդ ժամանակ մեր հետ չեն կարողանա խոսել որպես պարտվածի հետ նայեք ոչ ոք ոչ Գերմանիայի հետ ոչ Ճապոնիայի հետ ոչ Իտալիայի հետ չի խոսում որպես պարտված երկիր երկրորդ համաշխարհային պատերազմում իրենք հաղթող երկրներ են չնայած իրենք պարտվել են պատերազմում այդ էլի այդ պարզունակ հաղթանակ եւ պարտություն բանից հա տրամաբանությունից պետք է դուրս գալ դու կարող ես հաղթող լինել որտեվ եթե դու տեղափոխում ես միայն պատերազմի դաշտ միանգամից գալիս է 10 միլիոնանոց Ադրբեջան այնտեղ ուրեմն ինչքան 80 թե 40 միլիոն հա Թուրքիա եւ այլն եւ հասկանում ես որ չէ դրա բայց դու կարող ես ուրիշ բանով հաղթող լինես եւ քո այդ հաշվի կնստեն Եվ մեր խոսակցությունները պետք է լինեն ոչ թե դրա մասին, թե ինչպես, որտեղ, ինչ գտնենք հովանավոր, ինչ բան անենք, որ մեր հարցերը տանք լուծելու, որ մենք թույլ չենք։ Մարդը ընդհանրապես ամենաուժեղ երևույթն է։ Պարզապես այդ ուժը պետք է զգաս, որպեսզի եւ կզգաս, երբ կհասկանաս, որ դու իսկապես տիեզերքի կենտրոնում ես եւ քեզնից ամեն ինչ է կախված։ Մենք հաճախակի ասում ենք, դե մեզնից ինչ է կախված, մեզնից շատ բան է կախված։ Մեզնից շատ բան է կախված, բայց մենք մեկ ենք, անհատ ենք, կայացել ենք,
որտեղ 1 կայացած, 2 կայացած, 3 կայացած, 4 կայացած, միլիոն կայացած մարդիկ, դա կայացած հասարակություն է։ Միլիոն մարդ, որը սպասում է, թե ինչ պիտի իրեն անեն, ինչքան փող պետք է տան, ողորմություն տան, եւ այլն, երբեք ոչ մի բանի չի հասնի։ Եվ եւս շատ կարեւոր բան։ Երևույթները պետք է կոչել իրենց անուններով։ Դա շատ կարեւոր է։ Ահաբեկչություն է։ Այլ ոչ թե ապստամբություն։ Գողությունը, այլ ոչ թե բոյկոտ։ Մարդասպանությունը, այլ ոչ թե ուրեմն հերոսություն։ Բազմաթիվ բաներ, երևույթներ, երբ որ դու կոնկրետ իրենց անունով ես կոչում, դու հասկանում ես, որ այս երևույթը այսպիսին է, եւ սրա հետ պետք է պայքարել կամ սա ընդունել։ Բայց եթե դու փոխում ես անունը, որ հաճո լինի ականջին, դու երբևիցե այդ երևույթը բացասական չես վերացնի քո կյանքից։